Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Լավ է տիրոջը հուսալ, քան թե մարդկանց ապավինել Սաղմոս 118:8 Անշուշտ ընթերցողին ծանոթ է անտեսանելի Աստծո փոխարեն տեսանելի բաների հուսալու գայթակղությունը Քրիստոնյաները հաճախ են դիմում մարդու օգնությանը և խորհրդին անտեսելով պարզ հավատքով իրենց Աստծուն ապավինելու արտոնությունը Արդյոք այսօրվա երեկոյան կերակուրն Աստծո մի այնպիսի զավակի ձեռքերում է, ով մտահոգված ու անհանգստացած է աշխարհային հոգսերով Եթե այո, ուրեմն եկեք մի փոքր ժամանակ հատկացնենք քննարկելու համար այդ մտահոգությունները Քո փրկության համար դու վստահել ես Հիսուսին և ուրիշ ոչ մեկին բացի Հիսուսից Ինչու ես ուրեմն անհանգիստ Որովհետև ես մեծ հոգս ունեմ Բայց միթե գրված չէ Քո հոգսն Աստծո վրա գցիր Սաղմոս 55:22 Միթե Սուրբ Գիրքը չի ասում ոչ մի բանի համար հոգս մի արեք այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն Փիլիպպեցիս 4:6 Չես կարող ուրեմն Աստծուն վստահել աշխարհիկ հոգսերի համար Ախ երանի կարողանայի Բայց եթե դու չես կարողանում Աստծուն վստահել երկրավոր բաները Ինչպես ես նրան վստահելու երկնավոր բաները Կարող ես նրան վստահել քո հոգու փրկությունը և միաժամանակ չհուսալ նրան ավելի փոքր ողորմությունների համար Միթե Աստված բավարար չէ քո կարիքի համար Կամ միթե նրա ամենաբավ զորությունը չի կարող լրացնել քո պակասությունները Միթե դու ուզում ես այլ ավելի հոգատար աչք տեսնել նրա կողքին ում աչքերը տեսնում են ամեն ծածուկ բան Միթե նրա սիրտը սառն է քո հանդեպ Միթե նրա ձեռքը կարճացել է Եթե այո, ապա կարող ես այլ Աստված փնտրել Բայց եթե նա հիրավի հզոր, ամենակարող, հավատարիմ, ճշմարիտ և իմաստուն է Ինչու ես այդքան հաճախ փորձում ուրիշ վստահություն գտնել քեզ համար Ինչու ես փորում երկիրը, որպեսզի ուրիշ հիմք գտնես, երբ նա բավականաչափ ամուր է, որ կրի այն ամբողջ ծանրությունը, որ դու երբևէ կարող ես կառուցել իր վրա Քրիստոնյա, գինին մի խառնիր ջրի հետ, քո հավատքի ոսկին մի ձուլիր մարդկային վստահության թափոնների հետ, միմիայն Աստծուն սպասիր և քո ակնկալությունը թող միայն նրանից լինի, մի ցանկացիր Հովնանի դդմենին, Հովնան 4:6 Այլ հանգիստ գտիր Հովնանի Աստծո մեջ, թող երկրավոր վստահության ավազե հիմքերը անմիտներն ընտրեն, իսկ դու կանխատեսելով գալիք փոթորիկները, քեզ համար մնայուն տուն շինիր նրա վրա, ում անունը հավիտենական վեմ է Եսայի 26:4